Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն արդեն վայր է դրել մանդատը, քանի որ քաղաքական թիմի որոշմամբ ստանձնելու է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը։ Ուրեմն այսպես քննարկվել են մի քանի տարբերակներ եւ քննարկման արդյունքում նման որոշում է կայացվել։ Ես մանդատս դրել եմ, բայց շուտով ընդհանրում եմ ազգային ժողովի նախագահ այսօր կանի հայտարարություն է համապատասխան, որից հետո բնականաբար գիտեք 7 օրյա ժամկետ կա, ժամկետից հետո արդեն երբ որ մանդատս պաշտոնապես վայր դրած կլինեմ, բնականաբար նոր այդ պահից հետո հնարավոր կլինի այդ նշանակումը կատարել։ Խոսելով նոր պաշտոնում իրեն սպասվող դժվարությունների մասին, Պապոյանը նշեց, որ տնտեսությունն ամենամեծ ու դժվար կառավարելի ոլորտներից մեկն է, որի վրա անմիջական ազդեցություն ունի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Բնականաբար այս ամենի մեջ մեր տնտեսությունը զարգացնելը իրականում հերոսություն է եւ ես ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործարարներին, որոնք նախորդ 30 տարիների ընթացքում իրենց աշխատանքով նպաստել են մեր տնտեսության զարգացմանը, մեր պետության կայացմանը, իրենց վճարած հարկերով, որովհետև իրապես Հայաստանում գործարարությամբ զբաղվելը դա հեշտ գործ չէ եւ դա առանձին հայրենասիրության դրվագ եւ օրինակ է։ Հարցին, թե ինքը արևմտամետ նախարար է լինելու թե ռուսամետ, Պապոյանը պատասխանել է Հայաստանամետ։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք նա կփորձի այլընտրանք գտնել ռուսական շուկային եւ Լարսին, պատգամավորը նշեց. Հայաստանի տնտեսության կայուն զարգացումը, այո, ենթադրում է դիվերսիֆիկացիա։ Ինչ է դիվերսիֆիկացիան։ Դիվերսիֆիկացիան դա ենթադրում է խորը տնտեսական հարաբերություններ Ռուսաստանի հետ, խորը տնտեսական հարաբերություններ Իրանի հետ, խորը տնտեսական հարաբերություններ Եվրոպայի հետ, խորը տնտեսական հարաբերություններ Չինաստանի հետ, խորը տնտեսական հարաբերություններ Հնդկաստանի հետ, խորը տնտեսական հարաբերություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Դա է ենթադրում։ Այսինքն, երբ որ դու Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի ու Չինաստանի ու Հնդկաստանի ու Իրանի հետ շատ լավ տնտեսական հարաբերության մեջ ես, դա նշանակում է, որ դու քո տնտեսական քաղաքականությունը Հայաստանակենտրոն է։ Պապոյանը հավելեց, այլ երկրների հետ տնտեսական հարաբերություններ հաստատելը բավականին բարդ ընթացակարգ է։ Որքանով է հնարավոր դա մեզ լինելու, դա կտեսնենք ժամանակի ընթացքում, բայց այն, որ մենք ի սկզբանե պետք է մենք որոշենք, որ մենք բոլոր ուղղություններով մեր տնտեսական հարաբերությունները զարգացնենք, որպեսզի բոլոր ուղղություններով ապրանքներ արտահանենք, բոլոր ուղղություններից էլ ապրանքներ ներմուծենք, որովհետև դրա հետևանքով մեր արտահանումը կավելանա եւ ներմուծումը կդիվերսիֆիկացվի եւ գները կիջնեն եւ տեսականին կընդլայնվի եւ այլն։ Այսինքն բազմաթիվ հարցեր կառաջանան։ Դա պետք է ի սկզբանե մենք այդ ուղղությամբ աշխատենք։ Ես դա միանշանակ է։ Պատգամավորը նկատեց, դիվերսիֆիկացիան ոչ թե նույն քանակի ապրանքը տարբեր երկրներին վաճառելն է, այլ ապրանքի քանակն ավելացնելը, որն առաջին հերթին նպաստում է տնտեսության զարգացմանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։